Բարև ընկերներ, իսկ դուք գիտեիք, որ կարելի է ճոխ սնվել եւ վերջում զանազան շինարարական նյութերի անվան տակ այդ գումարը դուրս գրել։ Շնորհակալ եմ ձեզանից աջակցության եւ վստահության համար։ Մենք պետք է կերտենք մեր երազած հասարակությունը, առանց վիրավորանքի, առանց հայոյանքների։ Դրա համար պետք է մեր մեջից վերացնել ագրեսիան։ Ընկերներ, այսօր տարբեր թեմաներից եմ խոսելու։ Ահագին նոր տեղեկատվություն է ստացվել։ Այսպես, նախ ցանկանում եմ անդրադառնալ տխրահռչակ տենդերների գուրու Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանին։ Պարզվում է Զավեն Մանուկյանի կոմունալ ծառայությունը երկու մրցույթ է հայտարարել զանազան շինարարական նյութեր ձեռք բերելու համար։ Մրցույթներից մեկին մասնակցել է 1 ընկերություն, իսկ երկրորդին 2, սակայն 1 ընկերությանը թույլ չեն տվել մասնակցել։ Հետևաբար մրցույթը երկու դեպքում էլ հաղթել է նույն ընկերությունը։ Իդեպ այդ ընկերությունը Նինա Գրիգորյան Խաչիկի ԱՁ է։ Իդեպ, պարզվում է այդ ընկերությունը Ախուրյանում ավելի հայտնի է Ալոյի ճաշարան անունով։ Բացի այդ, տվյալ ընկերությունը միայն Ախուրյանի կողմնալի հետ ունի գործարքներ, մնացած դեպքերում չի մասնակցել որևէ մրցույթի։ Ընկերներ, Ալոյի ճաշարանը Ախուրյանում ահագին ճանաչում ունեցող վայր է, որտեղ կարելի է համեղ սնվել։ Զավեն Մանուկյան, համեղ էր բոլտերը, թե դուք երկաթեղեն չեք սիրում ուտել։ Իդեպ տեղեկացնեմ, որ պարոն Մանուկյան, դուք միշտ գտնվելու եք իմ տեսադաշտում, եթե որևէ ապօրինի քայլ նկատեմ կբարձրաձայնեմ։ Չնայած մտածում եք բարձրաձայնելուց բան չի փոխվի, սակայն ասեմ, որ ամբողջ Ախուրյանը հետևում է իմ տեսանյութերին եւ առաջիկա ընտրություններում ձայներ հավաքելու համար լուրջ խնդիրների եք բախվելու։ Պարոն Դավիթ Արուշանյան, ինչպե՞ս եք։ Հույս ունեմ կարձագանքեք այս բոլտային ուտել խմելու տենդերներին, քանի որ պետական բյուջեից մոտ 1 միլիոն դրամ է օքսիդացել։ Եթե լռելու եք, ապա վստահեցնում եմ, որ դա իմ սուբյեկտիվ կարծիքով կնշանակի հետևյալը. դուք եւս մասնակցել եք այդ գերուխումին։ Ինձ Գյումրիից նամակներ են գրում, որ դուք Թալանի հետ որևէ կապ չունեք, չնայած ես մի փոքր այլ տեսակետ ունեմ։ Հույս ունեմ հիմա գյումրիցիների կարծիքը չեք ստիպի ձեր անգործությամբ, որ փոխվի։ Զավեն Մանուկյան, ես ձեր փոխարեն լինեի, հիմա վաղուց հրաժարական ներկայացրած կլինեի, քանի որ ինչպես կասեր դասականը, ձեզ սխալ են զեկուցում։ Դուք ձեր համայնքում չունեք որևէ հարգանք։ Ընկերներ, հիմա ցանկանում եմ զրուցել Արմավիրի մարզպետ միլիոնատեր Վահրամ Խաչատրյանի մասին, ով հանրությանը առավել հայտնի է Չոպ անունով։ Պարոն մարզպետ, գիտեմ, որ տեսել եք նախորդ տեսանյութը, որը ձեր մասին էր։ Խնդրում եմ պատասխանել մի քանի հարցերի։ 2025 թվականի նորապատում տեղի ունեցած պայթյունը ինչու եք փորձում կոծկել։ Ամեն դեպքում ձեր քայլերը դրա մասին են խոսում։ Չեք կարող թաքցնել այլևս։ Ես ձեր համար հասարակ հակառակորդ չեմ։ Պարոն Խաչատրյան, իդեպ սովորեցիք, որ Շիրակը մարզ է, ոչ թե քաղաք։ Դե պետք է դեռ դպրոց հաճախել։ Շիրակն էլ Հայաստանի Հանրապետության ամենալավ քաղաքներից է, եկել ենք ման գալը։ Ընկերաբար ասում եմ, դժբախտ դեպք է տեղի ունեցել։ Բարի եղեք, գոնե զոհվածի ընտանիքից ներողություն հայցեք, միգուցե մի քիչ ձեր խիղճը թեթևանա, եթե ունեք։ Ընկերներ, եւ օրվա կարևորագույն թեմային եմ ուզում անդրադառնալ։ Խոսքը գնում է նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի մասին։ Ըստ ստացված տեղեկատվության, մոտ 1 տարի առաջ վերոնշյալ անձը մոտ 20 այլ անձանց հետ դաժան ծեծի են ենթարկում մեկ քաղաքացու, ում անչափահաս որդին տեսնում է այդ ամենը, ինչից հետո հոգեբանական ծանր իրավիճակում է հայտնվում։ Ըստ տեղեկությունների դեպքը տեղի է ունեցել Ավանի թաղապետարանի առջև։ Իդեպ, պարոն թաղապետ, դուք ինչպես եք, ինչ կասեք այս ծեծկրտուքի մասին։ Ասում են տեսել եք։ Սիրելի բարեկամներ, գիտեմ, որ որոշ մարդիկ ունեն դեպքի տեսագրությունը։ Խնդրում եմ ուղարկել ինձ։ Ձեր գաղտնիությունը երաշխավորում եմ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյան, դուք ինչպես եք։ Կասեք խնդրում եմ, արդյոք տեղյակ եք այս միջադեպի մասին։ Եթե ոչ, ապա հույս ունեմ շատ արագ հրապարակավ դուք կամ ձեր աշխատակիցները կխոսեն այս մասին։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Հարգանքներով, ձեր Հայը։